Վերջին օրերին գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները քաղաքական հայտարարություններից մինչև կալանավորումը ստվեր են գցել նաև նրա ընտանիքին պատկանող բիզնեսների վրա։ Հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Պիցա Տաշիր ՍՊ-ն, որի մի շարք մասնաճյուղերում սանիտարահիգիենիկ ստուգումներ են սկսվել, իսկ դրանցից որոշների գործունեությունը կասեցվել։ Տեղեկություններ կան, որ այս գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց ՀԵՑ-ը ազգայնացնելու մասին, իսկ հունիսի 18-ին դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել 2 ամսով։ Ֆրոնտ TV-ն այսօր զրուցել է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ եւ փորձել է պարզել, արդյոք սա վերևից հրահանգ է, թե ուղղակի հերթական ստուգումներն են։ Տաշիր Պիցայի ստուգումներ այսօր չէին լինի, եթե իրենք դիմաց չլինեին, անկախ նրանից, թե ինչպիսի իրադարձություններ են երկրում տեղի ունենում։ Ուղղակի չէին լինի, որովհետև իրենք մեր ծրագրում չկան, եւ մենք որևէ հիմք չէինք ունենա մտնել որևէ Տաշիր Պիցա եւ ստուգել։ Իրենք են դիմել, մենք ստուգումները սկսել ենք դեռևս 2 շաբաթ առաջ, արդեն ստուգումների արդյունքները գալիս են, բնականաբար Ես հրապարակում եմ նկարներ, դուք տեսնում եք, որ այդ նկարներում երևում է, թե ինչպիսի խախտումներ կան, եւ մենք բնականաբար կասեցնում ենք։ Եթե ուրիշ կազմակերպությունների նույն խնդիրներով կասեցնում ենք, չենք կարող Տաշիրը չկասեցնել, դա հավասարության սկզբունքի կոպիտ խախտում կլիներ։ Իսկ այն կետերը, որ արդեն կասեցվել են, ինչ ընթացք ունենան։ Որոնք կասեցվել են, իրենց համար սահմանվել է բոլորի համար սահմանվում է ժամկետ, ժամկետը հենց կազմակերպությունն է առաջարկում, ասում է այսքան ժամկետում ես խախտումները կվերացնեմ, այդ ժամկետը ֆիքսվում է որոշման մեջ եւ այդ ժամկետը դրանից հետո եթե վերանորոգած չեն լինում, նորից դիմում են ասում են ժամկետը խնդրում ենք երկարացնել, մենք երկարացնում ենք, եթե խնդիրը ավարտված է, դիմում են ասում են եկեք ստուգեք նորից տեսեք, իրականացրել ենք ըստ օրենքի պահանջի, մենք գնում ենք նայում ենք այդ ամեն ինչ նորմալ է, 2 օրվա ընթացքում նորից շարունակում են աշխատել կասեցումը վերացումը։ 30-ից 12-ը կասեցվել են, 3 չեն կասեցվել, ստուգումն ավարտվել է, այնտեղից վերցվել են սննդամթերքի եւ տվել լաբորատոր Եթե խնդիր հայտնաբերվի բնականաբար առանձին գործառույթը կկասեցվի կոնկրետ այդ սննդամթերքի հետ կապված, իսկ եթե խնդիր չհայտնաբերվի, հարկասում կշարունակեն աշխատել։ Իսկ մյուս 15-ում շարունակվում է եւ եթե խնդիր չլինի, ուրեմն հանգիստ կշարունակեն աշխատել, որևէ հարց չկա։